խոսելու ենք պրոպագանդայի կամ քարոզչության, ես երկու տերմիններ ոնց ստացվի կօգտագործեմ ու լրագրության այդ առնչություններ, տարբերություններ, չգիտեմ, բախումներ եւ մնացած բաներ։ Ու սկսելու համար մի հատ այսպիսի ձևակերպում ունեմ, որ անընդհատ ասում եմ տարբեր ուսուցումների ու տարբեր այլ լսարանների ժամանակ, լրագրության հիմքը փաստն է։ Լրագրությունը հիմնված է փաստի վրա։ Եթե փաստ չկա, լրագրություն գոյություն չունի։ Ասենք ի տարբերություն գեղարվեստական գրականության, որի հիմքում մարդն է։ Լրագրության հիմքում, ինչպես ասացի, փաստն է։ Եթե փաստ չկա, նշանակում է գլխից դուրս ինչ որ դատողություններ են, մարդը, էլի գլխի մի բան հատվել խոսում է։ Գրում է, ինչ որ բաներ է գրում, մտքեր է գրում։ Առանց փաստերի այդ դատողությունները դառնում են պրոպագանդիստական։ Այսինքն ինչ որ բան է ուզում մեզ ներշնչի։ Մեր երկիրը ծաղկում ու բարգավաճում է։ Փաստ չունի, բայց ասում եմ, մեր երկիրը ծաղկում ու բարգավաճում է, չէ՞, ու ման փորձում է մեզ հասկացնել, որ դա իսկապես հենց այդպես է որ կա, բայց հենց որ իրան ասում ես, բայց այդ ախր էս փաստ ես բերում անմիջապես, հա ենթադրենք լրագրողը փաստ է բերում, ասում է, բայց այս 8 տարվա մեջ մոտ 400,000 մարդ թողել գնացել այդ ո՞նց է ծաղկում ու բարգավաճում, լրվում է, բայց մեկը ինքը շարունակում է ասել, բան, հա, իր պրոպագանդիստական ֆրազը։ Երկիրը ծաղկում ու բարգավաճում։ Ինչ ուզում ես գրի, լուր գրի, հոդված գրի, վերլուծություն գրի, մեկնաբանություն գրի, չգիտեմ, ինչ ուզում ես գրի, հիմքում պետք է փաստ լինի։ Այդ փաստերի մեկնաբանության մեջ բոլորս ազատ ենք։ Դուք, ես, նա, Պողոսը, Մարկոսը կարող են նայ հեռախոսին, ասի սա սև հեռախոս է, փաստ է, նորմալ է։ Բայց իմ կարծիքով վատ հեռախոս է, սկսեմ մեկնաբանել, ինչի է վատ։ Որովհետև նկար չի անում, սուրճ չի եփում, լվացք չի անում եւ այլն, էլի հիմական չէ տենց հեռախոսներ կարծեմ ամեն ինչ անում են, բացի իր հիմնական ֆունկցիայից խոսալուց։ Այսինքն մեկնաբանություն կարող ես անել, մի հատ էս պարզագույն օրինակ կարելի է բերել էկոնոմիկայից, հա, ասենք ենթադրենք ինչ որ երկիր վարում է բաց դռների քաղաքականություն, հարկերը ցածր են, չգիտեմ, մաքսատուրքերը ցածր են, լիքը լավ ապրանքներ են ներմուծում։ Ու սկսում են մեկնաբանել։ Մի այլ հայացք ունեցող մեկը ասում է դա լավ է էկոնոմիկայի համար, որովհետև էժան ապրանքներ են մտնում, որովհետև այդ էժան ապրանքները ստեղծում են մրցակցություն, մեր գործարարները դրա մրցակցելով ներդրումներ են կատարում, նոր գործարաններ կբացեն, ավելի էժան ապրանքներ կարտադրեն, աշխատատեղեր կավելանան եւ այլն եւ այլն եւ այլն։ Այն մի ուրիշ տնտեսագետը, որը ասենք այսպես ասեմ, ավելի սոցիալիստական հայացքներ ունի, այդ նույն փաստը վերցնում է, մաքսատուրքերը ցածր են, չգիտեմ, ներմուծման հարկերը փոքր են եւ այլն եւ այլն, եւ ասում է բան։ Դա վատ է, որովհետև արտասահմանյան էժան ապրանքները մտնում են մեզ մոտ, մեր արդյունաբերությունը չի դիմանում մրցակցությանը, փակվում են, աշխատատեղերը կրճատվում են, նույն փաստից երկու տարբեր եզրակացություն։ Երբեք չես կարող ասել այդ եզրակացությունից որն է ճիշտ, որն է սխալ, որովհետև դրա համար էլ պիտի փաստ ունենաս, այսինքն պետք է արդեն գա իրականություն դառնա ու դու տեսնաս ու ասես, ահա, ոնց որ այս մարդը ճիշտ էր, հա, ոնց որ այսպես ստացվեց։ Ընդ որում կարծիքների ու մեկնաբանությունների դեպքում ես երբեք չեմ ասում ճիշտ կամ սխալ կամ չգիտեմ, ասում եմ ընդունելի կամ ոչ ընդունելի։ Այդ մեկնաբանությունը, փաստի մեկնաբանությունը, կատարված իրադարձությունների մեկնաբանությունը, դրանց ներկայացումը եւ այլն կարող է օգտագործվել պրոպագանդայի համար։ Այստեղ գալուց պատահաբար տաքսիի մեջ վարորդը միացրել էր մի հատ ինչ-որ ալիք ռուսական հաղորդում էր գնում։ Ու այնտեղ խոսում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին, երկու հոգի զրուցում են, երկուսը իբր թե կարծես թե բանավեճում են, բայց երկուսն էլ իրականում նույն բանն են ասում։ Ու ամբողջովին պրոպագանդիստական հաղորդում է։ Ղրիմի բնակչությունը ինքը ցանկացավ, ինքը ռեֆերենդում արեց, ճիշտ է դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները հաղթահարվում են, այն խորհրդային ժամանակվա լեզվով էր խոսում։ Այո, մենք գիտենք այդ դժվարությունները հաղթահարում են, ընդամենը 3 տարի է անցել, բայց արդեն մենք կամուրջ ենք կառուցում, արդեն այնտեղ չգիտեմ, բաներ են գնում, եւ սա ամբողջությամբ ուղղված է լսարանին, որ լսարանը այդ լսի ու փորձի արձանագրել այդ փաստերը ու իր մեջ մտնի դա, այսինքն պրոպագանդան ուղղված է մարդուն ինչ որ բաներ համոզելու։ Ինչպես հիմա ընտրարշավի ժամանակ, չէ, որ բոլորը համոզում են, որ իրանք ամենալավն են, գնալու են խորհրդարան ու մեր բոլոր հարցերը լուծելու են։ Մենակ իրանք են լուծողը, ուրիշ ոչ մեկը չի կարող լուծել։ Տեղեկատվական նյութն էլ կարող է դառնալ պրոպագանդիստական։ Պարզագույն լավագույն օրինակը նորից բերեմ խորհրդային ժուրնալիստիկան, խորհրդային մամուլներ։ Փաստերի ընտրությունը այնպես էր կատարվում, որ
որ ցույց տան, թե տեսեք ինչքան լավ է մեր երկրում ապրել։ Հիմնականում այդպես է։ Չհաշված մարզական, մշակութային, չգիտեմ, գրական մամուլը եւ այլն, որոնք մի քիչ թե շատ ազատություն ունեին։ Բայց այսպես ասենք, հասարակական, քաղաքական թերթերը, հեռուստատեսությունը եւ այլն հիմնականում ուղղված էին դրան, նույնիսկ ասացված կար խորհրդային վրեմյա ծրագիրը կար, ամենակարևոր լրատվական ծրագիրն էր կենտրոնական հեռուստատեսության ժամանակ վրեմյա ծրագիրը, որին ժողովրդական խոսքով ասում էին այդ ծրագիրը գովասանք է, բամբասանք է եւ վերջում մարզանք, այսինքն սպորտ եւ եղանակի տեսություն։ Գովասանքը սկսվում էր խորհրդային կարգերի գովաբանմամբ, կրկնում եմ, այնպիսի ընտրություն էր կատարվում լուրերի, որ դու տեսնում էիր միայն, ասենք, բերքահավաքը շատ լավ կատարվում է, երկրի շտեմարանները լցվում են հացի, ուրեմն պաշարներով, չգիտեմ, այնտեղ կտվորուհիները պլանները կատարել են հնգամյակի եւ այլն, մեկ էլ հոպ գալիս էր, իսկ արևմուտքում, ահա տեսեք, ինչ որ մեկը սպիտակ տան առաջ նստած հացադուլ է անում, այնտեղ մի պահ կար, մի, չգիտեմ, 100 քանի օր մի մորուքավոր ամերիկացի սպիտակ տան մոտ հացադուլ էր անում, Վրեմյայի թղթակիցը մոտը կարծես իր հետ միասին հացադուլ աներ, էլի, ամեն օր այնտեղից պիտի ռեպորտաժ դար, թե այդ մարդը ինչի է հացադուլ անում այնտեղ, էլի, որովհետեւ վիճակը այնքան վատ է Ամերիկայում, որ ինքը հացադուլ է անում։ Ու այսպես գնում, դրան հաջորդում էր արդեն բարի լուրերը, մշակութային, բան, այսինքն ամբողջ ընտրությունը պրոպագանդիստական։ Եթե այսօր նայենք ռուսական հեռուստատեսությունը, եթե այսպես կոչված թոք-շոուները, որ իբր թե բազմակարծություն են ապահովում, ամբողջությամբ պրոպագանդիստական են։ Իդեպ ես չեմ ուզում տարբերակում դնել պրոպագանդա եւ հակապրոպագանդա, այսպիսի տարբերակում են դնում։ Ասում են, ասենք, ռուսական ալիքները հակաուկրաինական պրոպագանդա են անում, հիմնական, այսօրվա վիճակով, ասենք։ Ուկրաինականներն էլ հակապրոպագանդա են անում։ Չէ, ուկրաինականներն էլ իրենց պրոպագանդան են անում, էլի։ Հական որն է, երկուսն էլ նույն բանն են, պրոպագանդան են, դրական կամ բացասական։ Իրականում այսպես է, երբ որ նայում եք ռուսական այդ թոք-շոուները, հավաքված են ինչ-որ մարդիկ, որոնք կարծես թե բազմակարծություն են ապահովում, որոնք կարծես թե տարբեր կարծիքներ են ասում, բայց իրականում բոլորը մրցում են այն բանում, թե ինչպես ավելի, ոնց ասեմ, ավելի ջերմ արտահայտեն իրենց սերը հայրենի իշխանության նկատմամբ եւ իրենց վերաբերմունքը այդ արևմուտքի, որը տեսեք օր ու գիշեր ուրիշ խնդիր չունի, բացառությամբ նրա, որ քայքայ է Ռուսաստան։ Սա ավելի շատ ուղղված է, թվում է թե արտաքինի համար, բայց ավելի շատ ուղղված է ներքին լսարանին։ Եվ հետազոտություններ էին կատարվել, որ Ռուսաստանում հիմա իրականում բնակչության 80%-ը, թվում է թե համացանցը այդքան զարգացել է, բայց պարզվում է, որ բնակչության 80%-ից ավելին հիմնական տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսությունից։ Իր կարծիքը, իր պատկերացումները կառուցում է հեռուստատեսությունից ստացածի վրա եւ մի քանի ամիս առաջ Հայաստանում մի ռուս փորձագետ էր ելույթ ունենում, ինքը ասում է, ես զարմացած էի, որ իմ հարևան գիտությունների դոկտոր, քիմիկոս, գիտությունների դոկտոր կինը ինձ տեսավ, ասում է, ես ուզում եմ ամերիկացիներին խեղդել, որովհետև նրանք ամբողջովին հեռուստատեսության այդ պրոպագանդայի ազդեցության տակ է։ Եվ ավելին ռուսները մեջտեղ են գցել մի տերմին, որ փաստերը կարևոր չեն, կարևորը դրանց մեկնաբանությունն է։ Այսինքն կարան նաև փաստ հորինեն ու փորձեն դրա վրա մեկնաբանություններ անել, միայն թե այդ պրոպագանդան աշխատի հոգուտ իրենց։ Իհարկե ավելի վատ է ներքին պրոպագանդան, այն ինչ որ ավելի շատ զարգանում է անտրաշավների ժամանակ։ Բոլորս տեսնում ենք հիմա ինչ է կատարվում Հայաստանում եւ դրան շատ մանրամասն անդրադառնալը կարծում եմ առանձնապես իմաստ չունի։ Փորձենք ձևակերպել պրոպագանդա հասկացությունը։ Իդեպ ձևակերպումը իմը չէ, վերջերս ես մասնակցում էի լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմինների ցանց գոյություն ունի, որը միավորում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելարուս, Ռուսաստան, այս երկրների ինքնակարգավորման մարմինները, լրագրողական ինքնակարգավորման։ Հայաստանում դա ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն է, որի համակարգողն եմ նաև։ Ուրեմն
այդ ցանցը ընդունել եմ մի փաստաթուղթ պրոպագանդային հակազդելու փաստաթուղթ եւ ստեղծել է մի, այսպես ասենք, ինքնակարգավորման մի նոր մարմին եւ այդ փաստաթղթում մոտորապես հետեւյալ ձևով է ձևակերպում պրոպագանդան, թե ինչա որի դեմը պետք է անել։ Առաջին ուրեմն հայտանիշը պրոպագանդան փաստերի մանիպուլյացիան է քաղաքական նպատակներով։ Երբ որ փորձում են Պարզա չէ, փաստերի վրա խաղալ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եվ դա, ասենք, այս ընտրարշավի ժամանակ շատ պարզ երևում է։ Դա ներքին քաղաքական մանիպուլյացիաներն են։ Մեկը մանիպուլյացիա է անում նրանով, որ տեսեք 8 տարի է մեզ մոտ կայուն է եւ այլն, մի ուրիշը մանիպուլյացիա անում իբր թե որ եթե մենք գանք իշխանության այլ կլինի եւ այլն։ Բոլորը բերում են փաստեր իրենց քաղաքական նպատակներով մանիպուլյացիա անելու համար։ Երկրորդ այն նյութերն են, որոնցում կա ատելության խոսք, բռնության կոչ, պատերազմի կոչ եւ նման այլ կոչեր։ Դրանք նույնպես ընկալվում են, այս նյութերը նույնպես ընկալվում են իբրև պրոպագանդիստական։ Երրորդ հայտանիշը հասարակական նշանակություն ունեցող հարցերի շահագործումն է եւ ԶԼՄ-ներով դրանց ներկայացում եւ մի հետաքրքիր ձևակերպում է տվել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վերջերս, որ առաջարկել էր ավելացնել այդ փաստաթղթում, երբ որ իրար հակասող թեմաները համառորեն եւ հետևողականորեն ներկայացվում է, նպաստելով դրա վերաբերյալ կարծրատիպերի ձևավորմանը։ Այսինքն, երբ որ անընդհատ, ինչպես բերեցի Ղրիմի օրինակ, ինչպես բերեցի ռուսական թոք-շոուների այն օրինակ, երբ որ անընդհատ իրար հակասող երկու թեմաներ վերցնում են ու միակողմանի դա սկսում են քննարկել, մեզ մոտ ստեղծելով այնպիսի կարծրատիպեր, եւ եթե դու նայես մենակ ռուսական հեռուստատեսություն կամ ինչպես խորհրդային ժամանակ միայն խորհրդային հեռուստատեսություն, կստեղծվեր կարծրատիպ, թե արևմուտքում ամեն ինչ վատ է, իսկ մեզ մոտ ամեն ինչ լավ։ Ու անընդհատ այդ կարծրատիպը կա։ Խորհրդային տարիներին ես ծառայել եմ հեռավոր արևելքում, խորհրդային բանակում, հեռավոր արևելքում Չինաստանի սահմանի վրա։ Եթե շաբաթը երկու անգամ դուք այսպես կոչված քաղաքապարապմունք էր լինում եւ յուրաքանչյուր քաղաքապարապմունքի ժամանակ քեզ անդադ ներշնչում էին, որ Չինաստանը համար 1 այն ժամանակ խորհրդային միության ու Չինաստանի հարաբերությունները լարված էին, ու անդադ sense ներշնչում են, որ Չինաստանը քո համար 1 թշնամին է, քո համար 1 թշնամին է, զգուշ եղիր, դու սահմանից ընդամենը 30 կիլոմետրի վրա ես ծառայում, քո թշնամին է։ Ես բանակից վերադառնում եմ ու sense սկսում ենք զրուցել ընկերներով բան ու համարյա մենք ենք մեր սայրի հովիվների օրինակով, ես բոլորին սկսում եմ ասել, որ Չինաստանը դա մեր երկրի միակ եւ առաջին թշնամին է, որը միշտ պատրաստ է գզել խորհրդային միությանը, քայքայել եւ այլն եւ այլն։ Պրոպագանդայի ազդեցությունն է իմ ենթագիտակցության վրա։ Իմ հասարակ զինվորի, որը գնացել էր ընդամենը ծառայելու։ Նույնը կարող է կատարվել լրատվամիջոցների միջոցով։ Լրատվամիջոցները իրենք ուղղակիորեն դրան չեն գնում։ Դրա համար ես առանձնացնում եմ տեղեկատվական եւ պրոպագանդիստական մամուլ։ Թեպետ այդ տեղեկատվական մամուլն էլ տարբերակումը գուցե թե ճիշտ չի դրված, որովհետեւ տեղեկատվական լրատվամիջոցներն էլ, գիտենք, լրատվամիջոցները մի քանի ֆունկցիա ունեն՝ տեղեկատվություն, այնտեղ ժամանց, որոշակի դաստիարակչական աշխատանք եւ այլն։ Բայց ամեն դեպքում լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականությունը բերում է ինչի։ Բերում է հասարակական կարծիքի ձևավորման։ Ստացվեց, որ ամեն դեպքում, եթե անգամ դու զուտ տեղեկատվություն ես տալիս, դու ազդում ես հասարակական կարծիքի վրա։ Այսինքն ինչ որ չափով նպաստում ես ինչ որ պրոպագանդայի, հակասություն է առաջանում։ Հետաքրքիր հակասություն է, որի լուծումը ես չեմ տեսնում, որովհետև մենք միշտ ասում ենք, չէ՞, հասարակական կարծիք ձևավորենք, որպեսզի մարդիկ գիտակցված ընտրություն կատարեն։ Ոնց ենք ազդում այդ հասարակական կարծիքի վրա։ Տեղեկություններ տարածելով։ Իսկ այդ տեղեկությունների տարածման գործընթացը, եթե հետագայում առիթ լինի, կարելի է դրա էթիկական խնդիրների շուրջ զրուցել եւ գուցե այդ զրույցներով փորձել բացահայտել, թե ինչպես աշխատենք, որպեսզի տեղեկատվական քաղաքականությունը չվերածվի պրոպագանդայի։